Вообще? Ես շատ տխուր եմ, որ ավարտել եմ դպրոցը եւ իմ մնացած 12-ները շատ ուրախ եմ, որ շրջանում են դպրոցից։ Լրատվական։ Ոչ մի թանկացում չկա ձեզ մոտ։ Ինչ եք կարծում, ինչքան գումար պետք է նախատեսի ծնողը, որպես վաճառող, էլի, որ իր երեխային վերջին զանգի հետ կապված։ Բոլոր 30,000 դրամ։ Դուք ինչ կարող եք ասել։ Օրինակ ձեզ մոտ մի վերնաշապիկ ինչ արժե։ Ինչքան կապված է կառավարության հետ։ Այդ փողերը ծախսեցին, ժողովուրդը փող չունե, դրա համար թանկացումը ինքնիկյան լինում է, բնական չի, փոխանակ ժողովրդին օգուտ տան, վնաս են տալիս։ Այսինքն դուք սա կապում եք հենց կոնկրետ այդ կառավարության հետ է սա թանկացումը։ Մի բան անում են ժողովրդին, ասում են աշխատավարձ կբարձրացնենք, խափին, թոշակ կբարձրացնենք, ուրա, չկա։ Մենակ դոլար բարձրանում է, հիմա գները կբարձրացնեն, մի 2 կոպեկ կարող է ժողովրդին գները բարձրացնեն, մի 2 կոպեկ ստից ցույց տան, որ բարձրացնում են, իսկ գները այնպես կբարձրացնեն, որ այդ բնակիչ կասի աղբեր, որ ձեր բարձրացնելն է պետք, ոչ է թանկացումն է պետք։ Ինչ հետաքրքիր է, էլի արհեստական ձևով ժողովրդին քամում են։ Ու տեսնում ենք բնակիչները ճամպրուկներով են գալիս արդեն առևտուր, այդ բնակիչը մեր մոտ վերջի անգամն առևտուր անում, դա ձեր համար կառավարության համար լավ է, թող լավ լինի, ուրիշ բան չի։ Մի բան հարցեմ, կոնկրետ դպրոցականները վերնաշապիկներ հետ կապված, ինչքան է եղել այս ընթացքում կոնկրետ վերջին զանգով պայմանավորված։ Հիմա չեն էլ առնում վերնաշապիկ, որ կոնկրետ, հիմա իմ մոտ 3 տարի առաջ եմ նույն գինը ծախել, հիմա էլ եմ նույն գինը, դոլարը իմ մոտ ճիշտն ասած, այդ իմ վրա է ազդում արհեստական ձևով, թանկ չեմ կարա ծախեմ, իմ հաճախորդը գիտի, որ թանկ հնարավոր չի ծախել, այդ ձևով ծախում ենք, բայց մինուսների տակ ենք, հիմա այս պահին ես 2 ամսվա հələ վարձ չեմ կարող մուծեմ։ Դուք դպրոցական ունեցել եք։ Ունեցել եմ։ Ինչքան եք ձեր դպրոցականի համար նախատեսել։ Տունը չէ, հիմա չունեմ ես։ Չէ, առաջ ինչքան եք նախատեսել։ Ասենք ձեր դպրոցականին վերջին զանգ հետ կապված։ Չեմ կարող ասել, որովհետև դա այն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է, բնական է։ Դպրոցականի։ Լավ, այն ժամանակ ինչքան եք նախատեսել։ Մոտավորապես հիշեք։ Ասեք ինչքան եք էլի ենթադրենք ձեր դպրոցականին վերջին զանգի հետ պատրաստվածության կապված ինչքան եք։ Դե այն ժամանակ ասենք թե նախատեսելով չէր, մեր ժամանակներում շատ նորմալ էր, իսկ այս պահերը արդեն դպրոցական ունեցար, արդեն գնում ես ընդհատակ։ Որպես վաճառող ինչքան է պետք ծնողին ենթադրենք իր դպրոցականին վերջի զանգը ըստ պատշաճի ենթադրենք անցկացնելու համար։ Դպրոցի ղեկավարությունից է կախված, ծնողի ասածը դա հիմք չի, կարող է ղեկավարությունը ասի տղա ջան, աղջիկ ջան, ես այսքան եմ, բայց մի խոսքով, ես այսքան եմ նախատեսել, դա ինչ կապ ունի, դպրոցը պետք է թելադրի, ինչքան պետք է գումար ծախսի, ծնողին ասածը հիմք չի։ Մեկ է կներ։ Կներես։ Նույնն է եղի, հակառակը։ Ինչ արժե վարդը հիմա։ Հիմա փունջ 2000 դրամ, հա դգած 100 դրամ։ Արգամ վաղը թանկացում չի լինի։ Չէ։ Հաստատ որ գանք ես հստակ ես գինը կտեսնենք վաղվա այդ կապած։ Ուղղակի մարդիկ դժգոհ են վերջին զանգի հետ պայմանավորված։ Դե այսօր էլ է վերջին զանգ էլի։ Այսօր էլ է եղել, երեկ էլ է եղել։ Եթե թանկարը թանկանալ։ Կոնկրետ ձեզ մոտ չի թանկացել։ Չէ, որտեղ շուկայական գնել նորմալ է եղել, մեկը չեն թանկացել։ Ձեր հարևանությամբ մյուս վաճառողը նշեց, որ 500 գրամով թանկացել է։ Երեկվա համեմատած։ Ձեզ մոտ փոփոխություն չի եղել։